Պարոն Հակոբյան, թերևս սկսենք ամենակարևորից օրվա թեմայից, Մարկո Ռուբիոն, ԱՄՆ պետքարտուղարը, ամերիկյան քաղաքական վերնախավի կարևոր ֆիգուրներից մեկը, 40 րոպեով, այսպես ասած, այց ունեցավ Հայաստան։ Ըստ էության երկկողմ փաստաթուղթ ստորագրվեց, բայց մի կողմ թողնենք այս պաշտոնական այս ամեն ինչ որ ներկայացվում է հայ հանրությանը, փորձենք տողատակերը բացել։ Ռուբիոյի այցը որքանով կապ ունի Հայաստանում ընտրական պրոցեսների հետ, որովհետև որոշ փորձագետներ այն մտավախությունն ունեն, որ Ռուբիոն Հայաստան է եկել Փաշինյանի իշխանությանը, այսպես ասած, աջակցելու համար։ Գիտեք, միջև այցը կար տարբեր վարկածներ, այսինքն պարզ էր, այսինքն գրեթե որևէ մեկը չէր կասկածում, որ ինչ-որ մի փաստաթուղթ է ստորագրվելու, որը որ վերաբերելու է տրիպին, այսինքն տրիպի ավելի փաստաթղթային տեսք էր տրվելու, հերթական ինչ-որ մի քայլներ արվելու, այսինքն որևէ մեկը դրանում չէր կասկածում, բայց կային տարբերակներ, որ Ռուբիոն գուցե ինչպես Վենսը ուղղակիորեն աջակցություն կհայտնի գործող վարչախմբին հայաստանյան եւ անձամբ վարչապետին, կհանդիպի օրինակ նաեւ վարչապետի հետ, շատ տարբեր վարկածներ կար, այսինքն այն ինչ վերաբերում է ներքին քաղաքական մեր օրակարգին Միացյալ Նահանգների հերթական միջամտությանը կային տարբեր վարկածներ, տարբեր հույսեր, եթե կարելի ասել, ասենք իշխանության մոտ տվյալ պարագայում, բայց մենք տեսանք, որ այո, առաջի կետով տրիպի վերաբերյալ ստորագրվեց փաստաթուղթ, ես կարծում եմ հերթական փաստաթուղթ է իմպլեմենտացիայի մասին, որովհետև սա առաջինը չէ, հունվարին էլ նմանատիպ ինչ-որ մի բան ստորագրվեց, սա հերթականն է, ավելի շատ ինքը ունի հռչակագրային կարծում եմ բնույթ եւ այս առումով իհարկե դա առնչվում է մեր ներքին քաղաքական օրակարգի հետ, այն առումով, որ իշխանությունները դա փորձում են օգտագործել որպես խաղաղության իրենց օրակարգի վերահաստատում, եթե ուզում եք երաշխավորում այդ խաղաղության օրակարգի, որովհետև Հայաստանի իշխանությունները խաղաղությունը ամբողջովին շահկապում են տրիպ նախագծի հետ եւ որպես երաշխավոր փաստացի, թեպետ որևէ փաստաթղթում որպես երաշխավոր Միացյալ Նահանգները հանդես չեն գալիս, այլ որպես վկա, ընդհանրապես որպես երաշխավոր փորձում են հանրությանը ներկայացնել Միացյալ Նահանգներին։ Այս առումով իհարկե այս Ռուբիոյի այցը եւ այդ օրակարգով ստորագրումը այդ փաստաթղթի իհարկե ոչ ուղղակի գուցե, բայց քարոզչական մեծ հնարավորություն է տալիս իշխանություններին, որպեսզի ներկայացնեն, որ այս ամեն ինչը խաղաղության օրակարգի վերահաստատումն է եւ ցույց տալ, որ կա մեծ աջակցություն Միացյալ Նահանգներից։ Ստորագրվեց նաեւ այսպես կոչված համապարփակ ռազմավարական հարաբերությունների մասին ինչ որ մի փաստաթուղթ, որը որ ամենայն հավանականությամբ ուղղակի խորացնում էր նախկինում ստորագրված ինչ որ փաստաթուղթ, ամենայնիվս քանի որ այդ եւս ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, իհարկե այդ փաստաթուղթը քանի որ մենք չենք տեսել, դեռևս դժվար է դրա մասին ամբողջ խորությամբ եւ լուրջ վերլուծություն անել, բայց կարելի է կռահել, որ այո, ինչ որ դրույթներ ամենայն հավանականությամբ ել ավելի պետք է որ խորացնեն հայ-ամերիկյան հարաբերությունները դաշնակցային ինչ որ չափով մակարդակով։ Բայց դա այս հատվածով, այսինքն այն ինչ որ կանխատեսվում էր ընդհանուր առմամբ, բայց մենք լսեցինք, որ իր խոսքում իսկ մամուլի ասուլիսը ըստ էության նախատեսված չէր Ռուբիոյի մասնակցությամբ այդ հայտարարությունների այդ հատվածում ուղղակի աջակցության խոսք այս իշխանության չեղավ այս անգամ։ Այսինքն եղավ ընդհանուր այնց խոսակցություն, որ որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են, որ ամեն ինչ արվում է խաղաղության եւ այլ համար եւ Միացյալ Նահանգները աջակցելու են այս գործընթացը, բայց ըստ էության դա խոսքեր էին, որը կարող է վերաբերվել ցանկացած իշխանության։ Եթե օրինակ հունիսի 7-ից հետո Հայաստանում այլ իշխանություն լինի եւ այդ իշխանությունը, այսպես ասենք,
ինչպես հիմա մոդայիկ է ասել, զրոյական կետից չի սկսելու եւ չի ասելու, որ այն ինչ որ ստորագրվել է կլինի դա տրիպ, թե խաղաղության հետ կապված ինչ որ նախաստորագրված կամ չգիտեմ բան ամբողջովին չեղարկելու ենք, ապա ես կարծում եմ Միացյալ Նահանգները հենց դրա մասին են ասում, որ իրենք աջակցելու են գործընթացին, այլ ոչ թե օրվա իշխանությանը։ Այս առումով ես կարծում եմ օրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները պետք է որ փոքր-ինչ հիասթափված լինեն եւ ես կարծում եմ որ իրենք սրտատոպ սպասում էին թե ինչ է ասելու Ռուբիոն իր խոսքում, որովհետեւ բնականաբար իրենք էլ չգիտեին ի վերջո բովանդակությունը այդ խոսքի ինչ է լինելու, բայց մենք տեսանք որ ի տարբերություն Վենսի Ռուբիոն ըստ էության սահմանափակվեց քաղաքական բնույթի հայտարարության process-ի վերաբերյալ հայտարարություններով եւ չեմ կարծում որ դա պատահական է ընդհանուր առմամբ, բայց այդ տվյալ պարագայում ավելի կոռեկտ, հա, պահվածքը, քան Վենսի պարագայում, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ցույց են տալիս, որ իրենց համար ընդունելի կլինի ցանկացած վարչախումբ, ով էլ ընտրվի, որը որ ըստ էության կարող է Միացյալ Նահանգների համար ընդունելի պարտնյոր լինել իրենց շահը այս տարածաշրջանում ոչ թե սպասարկելու համար, այլ գոնե հաշվի առնելու համար, որովհետև Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանը շարունակում է մնալ գերկարևոր տարածաշրջան, ի վերջո այս տրիպի վերաբերյալ փաստաթուղթն էլ ինքը զուտ նրա համար չի հասել այստեղ, այսպես ասենք, ինչպես դուք նշեցիք 40 րոպեով Հնդկաստանից տուն գնալու ճանապարհին իջել եւ այսպես ասենք այդ միջոցառումը մասնակցել, որպեսզի զուտ այսպես հերթապահ խոսքերով բանը գովա Հայաստանի իշխանություններին, որ հետները կարողանում են աշխատել միացան։ Ես կարծում եմ այստեղ ավելի շուտ գեոքաղաքական խնդիր է լուծում, այսինքն Ռուբիոն ուզում է ցույց տալ, որ իրենք տարածաշրջանում շարունակում են մնալ եւ իրենց հենարանը դա տրիպն է եւ իրենք փորձելու են, այսպես ասենք, Իրանի շուրջ հնարավորինս այդ որոշակի շրջափակումը, եթե կարելի է այսպես ասել, շարունակում են այդ շրջափակման գործընթացը։ Սրա մասին է խոսքը, թե հիմա Հայաստանի իշխանությունները այստեղ ինչ դերակատարում են ունենալու, դա արդեն, այսպես ասենք, կիրառական քաղաքականության հարց է։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր հանգամանք է, որ այնուամենայնիվ Ռուբիոյի նման գործիչը կամ Ռուբիոյի կարգի գործիչը ըստ էության չհանդիպեց վարչապետի հետ առհասարակ, սա նույնպես խոսում փաստ է ընդհանուր առմամբ։ Պարոն Հակոբյան, խոսելով արտաքին քաղաքականության մասին, ակնհայտ է, որ մի կողմից Հայաստանի իշխանությունները լավացնում են իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց նաև գելլարված է հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես երևի վերջին շրջանում ակնհայտ ու անընդհատ տեսնում ենք հայտարարություններ, ամենաբարձր մակարդակով խոսվում է անգամ այն մասին, մտահոգություններ են հնչում, որ կարող է, եթե այսպես շարունակվի, հայ-ռուսական հարաբերությունները ընդհանրապես խզվեն, ունենալով Ուկրաինայի օրինակը, ինչ է սպասվում Հայաստանին, եթե նման սցենար երբևէ տեղի ունենա։ Նախ եւ առաջ եւս մեկ նյուանսի մասին, երբ ասում ենք Արևմուտքի հետ խորացնում են հարաբերությունները, այնուամենայնիվ ինչ վերաբերում է օրինակ նույն տրիպին, այսինքն այդ միջանցքային պրոյեկտին, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ տվյալ պարագայում Միացյալ Նահանգները նաեւ մրցակցում են նույն Եվրոպական միության հետ այս տարածաշրջանում իրենց ազդեցության ավելացման համար, որովհետև ըստ էության այստեղ ոչ միայն մրցակցում են իրար հետ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, այլ նաև Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը տվյալ պարագայում, ընդ որում Եվրոպական միությունը այսօրվա դրությամբ Ռուսաստանի համար ավելի անընդունելի բևեռ է, եւ Ռուսաստանը ուղղակիորեն իրենց որպես թշնամի է համարում, իսկ Միացյալ Նահանգներին ոչ, ընդ որում Միացյալ Նահանգների դոկտրինում էլ, անվտանգային դոկտրինում էլ Ռուսաստանը չի համարվում, այսպես ասենք, թիվ 1 հակառակորդների հակառակորդ, իսկ Միացյալ Եվրոպայի նկատմամբ առնվազն այն մոտեցումը չկա, ինչ նախկինում էս առումով։ Հիմա ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ռեակցիաներին,
կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ տարածմանը։ Եթե խոսքը նրա մասին է, թե Ռուսաստանը ինչ քայլերի կդիմի, որքանով ես հասկացա դրա մասին է խոսքը, գիտեք, դա հարցերի հարցն է, թե ինչ քայլերի կարող է դիմել, այսինքն Ռուսաստանի գործողությունների բանը, հա, շարանը, այդ մարժան գործողությունների որն է։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը, գլխավոր գլխացավանքը հենց դա է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է քիչ թե շատ հաշվարկի, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, ինչ կանի Թուրքիան, Ադրբեջանը եւ օրինակ Եվրոպական միությունը եւ ինչ են անում, դա կանխատեսում է ինքը ինչ որ ձևով հաշվարկում է, նույնիսկ պայմանավորվում է, բայց չի կարողանում ոչ մի ձև հաշվարկել, թե ի վերջո Ռուսաստանը այս ամեն ինչի հետ կապված գետնի վրա ինչ է անելու եւ դա իր ամենագլխավոր գլխացավանքն է, որը որ նյարդայնացնում է իրեն եւ ավելին ձեզ ասեմ խոճապի աստիճան, ասեն վախացնում եմ եւ դա ենք մենք տեսնում հայաստանյան քաղաքների եւ համայնքների փողոցներում, այն ինչ որ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ իր հոգեբանական իրավիճակը, այդ անկայունությունը դրա հետ է կապված։ Ռուսաստանը հենց խնդրեմը նրանում է, որ Ռուսաստանը այդ մարժան շատ մեծ է։ Ոչ մի բան չանելուց վերջացած, ինչպես Պուտինն էր վերջերս ակնարկում մայիսի 9-ին Ուկրաինայի օրինակը բերելով SVO-ով ընդհանուր առմամբ։ Իհարկե ես հույս ունեմ եւ կարծում եմ, որ գործը դրան չի հասնելու առհասարակ, բայց հենց դա է խնդիրը, որ Ռուսաստանը այնքան մեծ հնարավորություններ ունի Հայաստանում գործելու, ընդ որում որքան է դա պարադոքսալ է հնչում, հենց Նիկոլ Փաշինյանի գործողությունների շնորհիվ, որովհետև երբեք Հայաստանը այսքան կախյալ վիճակում Ռուսաստանից չի եղել։ Իսկ դա տեղի ունեցել, որովհետև այս իշխանությունները կամ չհասկանալով, որ ամեն ինչում չափ ու սահման պետք է լինի, նույնիսկ այսպես ասենք, օգտվել իրավիճակից, ռուս-ուկրաինական պատերազմից օգտվելն է պետք է այնքան օգտվես, որպեսզի այս վիճակում չհայտնվես, որ քո արտաքին տնտեսական շրջանառության մեջ Ռուսաստանի դերը հասնի մինչև 40%, հա, ընդհանուր առմամբ։ Այսինքն այդ ագահությունը, որովհետև փող էին աշխատում մարդիկ, մի հատ տեսեք մեր բանկերը, բանկային համակարգը ինչ փողեր էր աշխատում, այդ ոսկու, չգիտեմ, ադամանդի արտահանման վրա իշխանամերձ օլիգարխները ինչ գումարներ էին աշխատում, ենթադրում եմ նաև իշխանության ներկայացուցիչները այս կամ այն ձևով։ Այսինքն այդ կախվածությունը այնքան մեծ է, որ Ռուսաստանը ցանկացած պահի ինչ որ բաներ, շլյուզեր, ինչպես ասում են, փակելով, ինքը կարողանում է գրեթե մահացու հարված հասցնել հայաստանյան տնտեսությանը, ընդ որում այդ հարվածները հասցնելով նաև ուղղակիորեն ազդում է Հայաստանի քաղաքացիների սոցիալական իրավիճակի վրա։ Սա է։ Այ բացի օրինակ տնտեսական սահմանափակումներից ինչի արժև կկանգնի հասարակ քաղաքացին հայ-ռուսական այս գերլարված հարաբերությունների ֆոնին։ Ես կարծում եմ, որ եթե որևէ մեկին թվում է, որ այս տարածաշրջանում, եթե Ռուսաստանը չի երաշխավորում խաղաղությունը կամ երաշխավորներից մեկը չէ, ապա ուրիշները կարողանալու են երաշխավորել խաղաղությունը, դա առնվազն, այսպես ասենք, շատ միամիտ է կամ շատ հեռու է ռեալ պոլիտիկից։ Այսինքն, եթե Ռուսաստանը Հայաստանին համարում է ոչ բարեկամ արդեն երկիր, իսկ Հայաստանին իսկապես իրենք արդեն սկսում են համարել ոչ բարեկամ երկիր, դա բոլոր մակարդակներով է ասվում։ Էլ պաշտոնյա չի մնացել ազդեցիկ, որը որ դրա մասին չի խոսում, իրենք համարում են ոչ բարեկամ երկիր, որովհետև Հայաստանը գոնե պաշտոնապես օրենքի մակարդակով ասում է, որ նպատակ ունի օրինակ Եվրոմիություն մտնել, իսկ Եվրոմիությունը այլևս դա զուտ քաղաքական ինտեգրացիոն պրոյեկտ չէ, քաղաքական կամ առավելևս տնտեսական, հիմա դա արդեն ռազմաքաղաքական պրոյեկտ է, որը որ ուղղակիորեն հակամարտում է Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանը ասում է, որ եթե Հայաստանը, որը ֆորմալ առումով իր դաշնակիցն է, ռազմավարական դաշնակիցը, ըստ էության ուզում է համագործակցել եւ մտնել անգամ Եվրոմիության մեջ, նման նպատակ ունի, եթե իր տարածքում ֆորումներ է անցկացնում, այդ բաներ է անցկացնում, միջոցառումներ եւ այնտեղ հնչում են հակառուսական ռուսոֆոբական ելույթներ, այդ թվում նաև, ասենք, Ռուսաստանի հետ այսօր ուղղակիորեն հակամարտող Ուկրաինայի նախագահի շուրթերից,
ինքը համարում է, որ Հայաստանը ըստ էության ճամբարափոխ է եղել։ Իսկ ճամբարափոխ լինելը դա նշանակում է, որ Հայաստանը ուղղակիորեն կարող է անվտանգային խնդիրներ ունենալ։ Նորից եմ ասում, ես ուղղակի տեքստով եմ ասում, որ եթե Ռուսաստանը չի ուզում, որ այս տարածաշրջանում Հայաստանի հետ կապված խաղաղություն լինի, ապա այդ խաղաղությունը դժվար թե լինի, եթե նույնիսկ Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը եւ այլ պետություններ, որոնք ուղղակիորեն ներկայացված չեն մեր տարածաշրջանում, ուզենան դա անել, այսինքն Ռուբիոն կարող է գալ, Տրամպը կարող է գալ եւ այլ, Վենսը կարող է գալ, այս տարածաշրջանում գետնի վրա ներկայացված են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այսինքն սա այն երկրներն են, որոնք կամ ուղղակիորեն են ազդում, կամ ուղղակիորեն շահառուներ են, կամ միջնորդված ուրիշ ավելի մեծ երկրի շահեր են այստեղ պաշտպանում, որովհետև երբ մենք ասում ենք օրինակ Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանում լինելու, Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում չկան առհասարակ եւ ես վստահ չեմ, որ իրենք անպայման ուզում են այս տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում ներկա լինել, ի հեճուկը սկսենք Ռուսաստանի ցանկություններից։ Ռուսաստանը եւ Իրանը իրենք ուղղակիորեն ասում են, որ իրենք որևէ ցանկություն չունեն ոչ տարածաշրջանից գնալ, ոչ էլ ցանկություն ունեն համենայն դեպս միանշանակ տարածաշրջանը հանձնել որևէ մեկի վերահսկողության։ Պարոն Հակոբյան, իսկ Ռուսաստանին բարկացրել է ավելի շատ Հայաստանի, պաշտոնական Երևանի եվրոպական ձգտումները, թե ամեն դեպքում այն խոսույթի կիրառումը եւ իհարկե գետնի վրա արդեն կամաց տեսնում ենք դա, որ ցանկանում են հայկական երկաթուղու կառավարումը վերցնել ռուսների ձեռքից ու տալ որևէ երրորդ երկրի։ Դա գիտեք, ընդհանրապես ստրատեգիական առումով երբ դու հայտարարում ես, որ քո նպատակը դա այլ ճամբար տեղափոխվելն է, ընդ որում ուղղակիորեն ասում ես, որ այդ այլ ճամբար տեղափոխվելու ճանապարհին դու փորձելու ես օգտվել Ռուսաստանի կամ Ռուսաստանի գլխավորած կառույցի ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի օգուտներից, այսինքն փորձելու ես ուժեղանաս եւ երբ արդեն այնքան ուժեղանաս, որ կարողանաս ինքնուրույն շնչել, դու կլքես այդ նավը եւ կանցնես Ռուսաստանի հակառակորդների կամ ուղղակիորեն թշնամու ճամբարը, դա բնականաբար ստրատեգիական նշանակության ունեցող հայտարարություն է այդ Այսինքն երբ մենք ասում ենք, որ Եվրոմիության գնալու նպատակը դա զուտ կենաց է կամ չգիտեմ ինչ է, դա երբեք չի լինի, դրա համար դա չի կարող դա ընդհանրապես խոսակցություն է եւ այլը, ոչ, ընդհանրապես եւ քաղաքականության մեջ եւ ամենտեղ եւ բիզնեսում եւ կյանքում շատ բան կախված է նրանից, թե ինչ նպատակ ես դնում ստրատեգիական նպատակը ճամբարափոխությունն է ընդհանուր, դա ընկալում է Ռուսաստանը, մնացած քայլերը այդ թվում եւ առաջին հերթին գուցե նաեւ հենց երկաթգծի հետ կապված այդ քայլը, դա բնականաբար այդ նպատակին հասնելու կարևորագույն քայլերից մեկն է, այդ թվում ըստ էության Ռուսաստանին այս մեր տարածաշրջանում, արդեն ոչ միայն Հայաստանում, լոգիստիկ պրոյեկտներից անջատելն է ըստ էության։ Բնականաբար Ռուսաստանը դրան դեմ է եւ ոչ միայն դրան է դեմ։ Ռուսաստանը կարծում եմ դեմ է նաեւ, որ իրեն փաստորեն ուզում են անջատեն էներգետիկական որոշակի պրոյեկտներից, այդ թվում ատոմակայանի հետ կապված, գիտեք, իրենք ասում են, որ իրենք այնպեսի մի 100 տարվա ատոմային էներգետիկայի զարգացման նախագիծ են առաջարկել Ռոսատոմները, եթե չեմ սխալվում ասել, այսինքն Ռուսաստանը շատ բաների հետ կապված ունի վրդովմունք եւ ունի խնդիրներ Հայաստանի հետ եւ բայց առաջին հերթին դա կապված է ստրատեգիական նպատակի հետ, որովհետեւ Ռուսաստանը ամեն դեպքում եթե իրենց պատճառով, հենց Ռուսաստանը իրենց թուլության պատճառով այս տարածաշրջանում էապես զիջել են իրենց դիրքերը, մասնավորապես Թուրքիային, ապա բայց Ռուսաստանը այդպիսի երկիր է, որ մտածում է, միշտ այդպես է մտածում, որ եթե այս պահին իրենց համար ավելի կարևոր է օրինակ Ուկրաինան, ապա իրենք կարող են ժամանակավոր ինչ որ պոզիցիաներ զիջել, ինչ որ մեկին
եթե այդ մեկը այդ պահին իրենց համար իրենց գլխավոր թշնամին չէ, ասես միջանկյալ սիտուացիոն դաշնակից է, ինչպիսին Թուրքիան էր, հա, տվյալ պարագայում, բայց դա չի նշանակում, բայց իրենց մտածելակերպում նայեք դուք Ռուսաստանի թե քաղաքական ավանդույթները, թե պատմությունը, իրենք միշտ համարում են, որ երբ պետք լինի, մենք կվերադառնանք։ Իմ մոտ տպավորությունը այնպեսին է, որ հիմա երբ Ռուսաստանը ունի ստրատեգիական առավելություն ուկրաինական ճակատում ընդհանուր առմամբ եւ գլոբալ առումով օրինակ Միացյալ Նահանգների հետ ունի համագործակցելու դաշտ լավ, այսինքն խոսալու տեղ կա, սակարկելու տեղ կա, ինքը գտնում է, որ արդեն ժամանակն է սկսել վերադառնալ այնտեղ, որտեղ իրենք զիջել են, առավել եւս, որ այս տարածաշրջանում նաեւ Իրանը գոյություն ունի, որը որ փաստացի չպարտվեց, ես չեմ ասում հաղթեց, ինչպես շատերն են ասում, հա, բայց ստրատեգիական առումով, քաղաքական առումով չպարտվեց այդ պատերազմը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև եւ ըստ էության կարծում եմ, որ գոնե այս պահի դրությամբ ավելի ուժեղ է դուրս եկել, քան միջև պատերազմը եւ ինքը ունի իր պրետենզիաները հիմա նույն այս մեր տարածաշրջանի նկատմամբ եւ ուղղակիորեն ասում է, որ իր համար Միացյալ Նահանգների ներկայությունը տվյալ պարագայում տրիպի տեսքով իրենց համար անընդունել են։ Բնականաբար սա լավ հիմք է ստեղծում Ռուսաստանին, որպեսզի ինքը կարողանա փորձել վերականգնել այն կորցրած դիրքերը, որը ժամանակին ինքը կորցրել է կամ զիջել է մասնավորապես Թուրքիային։